Բացարձակ արժեք հաղորդման հյուրն էր Շուշան Ղազարյանը։ Star News-ը հետևեց զրույցին, որի ընթացքում խոսք եղավ անձնականից։ Ես գտնում եմ, որ անխելքություն է, երբ երեխաներին փորձում են լարել կամ թույլ չտալ շփվել։ Նախ ես չեմ կարողանում հասկանալ, որ սկսում են դրա շուրջ պատմություններ կառուցել, բարձրաձայնել, խոսել, անհեթեթ ինտերվյուներ տալ։ Դա ծիծաղելի է։ Կոնկրետ ես, երբ այդպիսի մի բան տեսնում եմ, անկեղծ եմ ասում, բարձրաձայն ծիծաղում եմ։ Դու ուրիշ ռեակցիա չես կարող տալ։ Եղավ, անցավ, վերջացավ, եւ այդ վերջը դրել եմ ես եւ իմ նախկին ամուսինը։ Որևէ ուրիշ մեկը չի դրել այդ վերջը, մենք ենք դրել։ Շուշան Ղազարյանի նախկին ամուսնու ներկայիս կինը արել էր մի արտահայտություն հարցազրույցներից մեկում, հնչեցրել էր մի միտք, որ ինքը Վահագնի առաջին եւ վերջին կինն է։ Դերասանուհին այս մասին. Եթե մարդը ասել ա դա եւ գուցե իսկապես հավատում ա դրան, թող այդպես էլ ապրի։ Ոչինչ չեմ զգացել, ոչ նեղվել եմ, ոչ լարվել, ոչ զայրացել, ոչ ուրախացել, ժպտացել եմ։ Տողատակ գտնելու մասին չեմ էլ մտածել, ժպտացել եմ եւ անցել առաջ։ Վահագնի հետ որևէ շփում չունեմ, բայց երբ որ տեսնում ենք, բարևում ենք, այնպես չի, որ չեմ խոսում։ Թող ամեն մարդ լինի երջանիկ այնտեղ, որտեղ ինքն է ուզում եւ այն մարդու հետ, ում ինքն է ուզում։ Հարցազրույցի ընթացքում նշել էր Շուշան Ղազարյանը։ Նշենք, որ Վահագն Գալստյանը վերջերս եղել էր կյանքի ուղիներով հաղորդման հյուրը, որտեղ խոսել էր նաև անձնականից։ Դերասանի մոր խոսքով որդին մինչև 3 տարեկանը խելոք է եղել, հետո կյանքում բան է փոխվել։ Օր ա եղել թունավորվել եմ, այն աստիճանի ասել են լավ, էս միասեղն էլ սրսկենք, մի հատ էլ օդ տանք, եթե ինչ-որ բան կփոխվի։ Բոլորը եկել են նրան, որ վերջ, ի զարմանս բոլորի բան ա փոխվել, շարժել եմ ձեռքս։ Մաման ասում ա այդ օրվանից մի տեսակ ուրիշ մեկը երևի կա իմ հետ։ Այդ օրվանից անգամ նկարներս ես էլ եմ նայել, տարբեր են հայացքները։ Ճակատագրից շատ մեծ մի հարված Վահագն Գալստյանը ստացավ 10 տարի առաջ, դերասանը կորցրեց հորը։ Վահագնի հայրը չլսելով որդու հորդորները մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, շատ ժամանակ չանցած սակայն ստանում են ամենածանր զանգը։ Հայրը հանկարծամահ է եղել։ 10 օր էր, որ գնացել էր, խնդրում էի չգնար, բայց ինքը թաքուն տոմսերը վերցրեց, գիշերը զանգեց, ասեց վաղը գնում եմ ես։ 2 հեռախոսով զարթուցիչ էի դրել, բայց երկուսն էլ չեն կարողանում ինձ արթնացնեն։ 10 օր հետո զանգ եմ ստացել, քնել չի արթնացել, եկեք տանելու։ Էն ճանապարհը, որ գնացի բերելու ոչ թե մեծացա, այլ խտացված կերպով ինչ-որ բան անցա։ 2017 թվականին դերասանի անձնական կյանքում ամեն ինչ գլխի վայր շրջվեց։ Նա եւ դերասանուհի Շուշան Ղազարյանը շուրջ 14 տարվա ամուսնությունից հետո որոշեցին հեռանալ իրարից։ Ինչուների պատասխանը Վահագնն այսօր չունի, բայց այդ առաջին ամուսնությունից նա 1 տղա եւ 1 աղջիկ ունի։ Փորձել ենք այնպես անել, որ չանդրադառնա երեխեքին, բայց սուտ ա, չեմ հավատում, որովհետեւ որոշ չափով անդրադարձ ունենալու ա։ Հիմա աղջիկս այս տարի կլինի 20 տարեկան, տղաս 15։ Մեղադրանք լինի չլինի դու քեզ մեղավոր ես զգում, դուշմանիդ էլ չես ցանկանա, որ զավակից հեռու լինի։ Այդ բաժանման համար որևէ մեկը երբևէ մեղավոր չի եղել, վստահեցնում է Վահագնը եւ զարմանում այն խոսակցությունների վրա, որ ժամանակ առ ժամանակ առաջանում են իր անձնականի շուրջ։ Այդ բաժանումից մի քանի տարի անց հանդիպել է նրան, ով պիտի իր համար նոր երջանկություն ձևավորեր։ Փնտրում էի լուսավոր մի կետ, ում հետ կժպտամ, մի մարդ, որ ավելի ինձ կսիրի եւ ոչ իմ անուն ազգանունը, որ կսիրի ինձ եւ ոչ իմ դերերը։ Մարդ, ով կուզի քայլել իմ հետ, իմ ներկայությունը վայելելու, այլ ոչ թե փողոցում ասեն չգիտեմ ինչ։ Շատ անսպասելի այդ ամեն ինչը եղավ։ Հաղորդման շրջանակներում խոսեց նաև Վահագնի ներկայիս կինը։ Սխալ տեղեկություններ են տարածում, որ իրենց ամուսնալուծության պատճառը ես եմ, չկա նման բան։ Ես պետք է խնդրեմ Վահագն Գալստյանի մասին նյութ տարածելուց շեշտը չդնեն անցյալի վրա, որովհետև ինքն այժմ ապրում է ներկայով։ Ես ինձ համարում եմ առաջին եւ վերջին կինն իր կյանքում։ Ունեմ դուստր ու Վահագը առաջին պահից ասել է, երբ ինքը մտնի իմ տուն, դառնում է իմ աղջիկը։ Դերասանը հարցազրույցի ընթացքում խորը ցավով խոսեց նաև 2020 թվականի պատերազմի եւ ընկերոջ Հովհաննես Հաջինյանի մահվան մասին։ Մտովի ինձ պատրաստել էի հրաժեշտի, բայց Հովոյին չէի պատկերացնում։ Ես իմ մեջ չեմ կարողանում հաղթահարեմ, ինչի ես կամ, իսկ ինքը չկա։
Նշենք, որ դերասան Վահագն Գալստյանի եւ դերասանուհի Շուշան Ղազարյանի ամուսնալուծության մասին ասեկոսեները վաղուց էին շրջանառվում։ Սակայն վերջնական պատասխանը ստացվել էր Վահագնի լուսանկարից, որ հրապարակել էր նոր ընտրյալի 28-ամյա Լուսինեի հետ։ Սա բուռն քննարկումների տեղիք էր տվել, թե զույգն ամուսնալուծվել է Լուսինեի պատճառով։ Թերթեի մի հետ զրույցում Վահագնն ասաց, որ այդպես չէ եւ մանրամասները պատմեց։ Ես վաղուց եմ ամուսնալուծվել, թող չվերագրեն, թե իմ նոր ընտրյալը կապ ունի ամուսնալուծությանս հետ։ Նա բարոյական մարդ է, ինչպես ես։ Մարդիկ մտածում են, թե Լուսինեն տուն է քանդում։ Ուզում եմ բարձրաձայնել, որ այդպիսի բան չկա։ Ես Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից բավականին հետո։ Նա նորմալ հայուհի է, ես վատ եմ զգում, որ իրեն այսպիսի բաներ են վերագրում, ասել էր դերասանը։ Նա նաև հայտնել էր, որ պատրաստվում է երկրորդ անգամ ընտանիք կազմել։ Ես ինքս ընտանիքի մարդ եմ եւ չեմ պատկերացնում ինձ առանց ընտանիքի։ Ընտանիքը եկեղեցուց ուժեղ բան է։ Մարդ պետք է ընտանիքը հասկանա, որպիսի կարողանա եկեղեցի գնալ։ Վերջին շրջանում քննարկումներ կային, թե դերասանը կապ չունի իր երեխաների հետ։ Նա նշեց, որ երեխաների հետ մշտական կապի մեջ է։ Նրանք ինձ հետ չեն ապրում, սակայն 3 տղաս էր ինձ մոտ, առաջին օրը դուստրս։ Ես ցմահ իրենց հայրն եմ, ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան, ասաց նա ու հավելեց, որ ապագա կինն էլ շատ լավ է լեզու գտնում իր երեխաների հետ։ Շատ հիանալի է, որ Լուսինեն ու երեխաները շատ լավ ջերմ հարաբերություններ ունեն։ Ես հետամուտ կլինեմ, որ այդ տաքուկ անկյունը մնա, ես հիացած եմ իրենց շփմամբ։ Ինչ վերաբերվում է նախկին կնոջ Շուշանի հետ հարաբերություններին, Վահագնը ասաց. Նա իմ երեխաների մայրն է, ես ոչ մի տեղ չեմ փնովում նրան, չեմ էլ ուզում։ Ես իմ երեխաներին լուրջ եմ վերաբերվում, ամեն դուստր իր հայրիկի բարոյական հայելին է, ամեն տղա իր հոր զենքը։ Ես կողմ եմ նորմալ, սոլիդ հարաբերություններին, իսկ ինչ վերաբերվում է անձնականին, ամեն ինչ վերջացած է։ Վահագն Գալստյանը իր զրույցներից մեկում պատասխանել է մի քանի հարցի, ներկայացնում ենք հաջորդ թիվ։ Ինչ փոխեց պատերազմը ձեր մեջ։ Մի կարևոր բան ոնց որ մեջիցս գողացել են։ Չեմ ուզում ասել նպատակներ, երազանքներ, հույսեր, ոչ էլ ուզում եմ հանձնաժողովի կերպարի մեջ մտնել, բայց ինչ որ մի կարևոր բան գնացել է։ Հետևանքը ես էլ, դուք էլ, բոլորն էլ հետո ենք զգալու, ավելի խոր, ավելի արմատապես։ Բայց շարունակում եմ ակտիվ ապրել հավատալով, որ հնարավոր է այո, մեկ-մեկ ճակատամարտերում պարտությունն էլ է գրանցվում։ Էնպես չի, որ եթե մեզ է դա բաժին ընկել, պետք է ողբերգություն սարքել, հանձնվել, ընդհակառակը պիտի հասկանանք, որտեղ էին մեր սխալները, որտեղ էին թերացումները, որտեղ գլուխ գովեցինք, որտեղ պասիվ մնացինք, հնարավոր է ակտիվությունը սխալ ճանապարհով տարավ։ Ըստ ձեզ, հետպատերազմական այս շրջանում որը պիտի լինի արվեստագետների դերը իրավիճակը հաղթահարելու գործում։ Ես միշտ իմ պայքարելը համարել եմ թատրոնում լինելով, լավ առումով օրինակ ծառայելը։ Իմ գործն անել այն մակարդակի, որն ինձանից սպասվում է, եւ գեղարվեստական ղեկավարությունը, եւ ռեժիսորը, եւ բոլորը։ Փորձում պետք է անցնել կանաչ լույսի տակով, լինեք հավատք, դաստիարակված, հարգել դիմացինին։ Իմ պայքարը ես այդպես եմ տեսնում։